չենք կարողանում իրար հետ խոսենք։ Ամեն անգամ վիճում ենք։ Ոչ մի ձև ամուսինս ինձ չի լսում։ Ես չեմ կարա իր հետ լուրջ նստեմ եւ զրուցեմ։ Հրաշքներս, իսկ դուք առաջ դա արել եք։ Երբ որ դուք ամուսնանում եք, իրար հետ խոսել եք, պլաններ մշակել եք, ոնց եք ապրելու, որտեղ, քանի երեխա եք ունենալու, ոնց է բյուջեն լինելու, ով է աշխատելու, որ ծնողներն են օգնելու երեխա ունենալուց հետո, որտեղ է երեխան, մանկապարտեզ գնալու, դպրոց, ինչ որ թեմաներ քննարկել եք իրար հետ։ Այսինքն ի սկզբանե դուք իրար հետ չեք խոսել եւ դիալոգ չեք ունեցել։ Եվ հետո արդեն խոսել եք մենակ այն ժամանակ, երբ որ դժգոհություն եք ունեցել։ Ու այդ դժգոհության իհարկե ազդեցության տակ դուք վիճում եք, որովհետև եթե մի հարց կա, լուծել է պետք։ Եթե մեծի պես չենք շփվել, ուրեմն վիճում ենք։ Եթե վիճում ենք, իրար չենք լսում, վերջ։ Սովորեք իրար հետ խոսել կամաց, մանր-մունր բաներով։ Ես միշտ ասում եմ հրաշքներս, ընկերություն արեք իրար հետ, ուղղակի ընկերություն արեք։ Եթե կնոջն է դա հետաքրքիր, որ ամուսինը իրան լսի, ուրեմն հիշեք, ձեր ամուսինը ինչա սիրում անել։ Իրար հետ գործողություն արեք եւ այդ գործողության ընթացքում սկսեք իրար հետ զրուցել։ Եվ այդպես կամաց կսովորեք։ Նույնն էլ հակառակը։ Եթե կինը ձեզ չի լսում, ուրեմն հիշեք այդ աղջիկը ինչով է սիրում զբաղվել, ինչ է ուզում, ինչ ցանկություններ ունի, եկեք այդ ամեն ինչը իրար հետ արեք ու ընթացքում խոսեք իրար հետ։ Հրաշքներս, դա շատ հեշտ է, ուղղակի խոսեք իրար հետ, առանց տոնը բարձրացնելու, միշտ ասում եմ վիճել սովորեք։ Վիճում ենք այսպես, ոչ թե դու վատն ես, դու ասեցիր, դու արեցիր, դու չարեցիր, դու, ոչ, ես, նեղվում եմ, ես ինձ զգում եմ շատ վատ, ես շատ կուզեի, որ մեր ընտանիքում ամեն ինչ ուրիշ ձև լիներ, ես հրաշքներ, հասկացանք իրար, չէ, այս դեպքում հաստատ իրար կլսեք, առանց կասկածելու։ Եվ շատ կարևոր բան կա, մարդիկ ինչի են վիճում իրար հետ, մարդիկ ինչի են գոռում իր հարազատի վրա, ինչի ես դու ձայնդ բարձրացնում գոռում քո հարազատ մարդու վրա, քո ընտանիքում, քո օջախում, բայց դրսում մարդկանց հետ սիրալիր ես, տոնը ցածր է եւ քեզ ընդհանրապես ուրիշ ձև ես պահում, որովհետեւ դու վախենում ես, որ դրսինը հանկարծ քեզ սխալ պահես, կգնա, այլևս քո հետ շփվել չի ուզենա, քեզ համար դա կարևոր է, ինչ էլ ասես, ոնց էլ ձայնդ բարձրացնես, մեկը տնեցիկ կողքդ կմնան, ոչ միտեղ էլ չեն գնա, քոնն են, հիշում եք չէ դեպքեր, պատմության մեջ անգամ, երբ որ մայր եւ որդի, մայր եւ աղջիկ, հայր եւ որդի, ամենահիմնական վեճերը, խռովությունները հայր եւ որդի այդ ասպարեզում են լինում, հայրը ինչ-որ մի բան ասեց, տղան նեղացավ գնաց, տարիներ է անցնում, այդ նեղացած վիճակը չի անցնում, մարդկանց կյանքը անցնում է, զավակը առանց հորը ապրում, հայրը առանց զավակի, ընդամենը բառերի համար։ Հրաշքներս միշտ ասում եմ, բառեր են, որ ասվում են, կռված ժամանակ, ջղային ժամանակ, էմոցիաների տակ, բառերը մի լսեք, կարևոր են գործողությունները, եւ ներեք իրար ամեն անգամ եւ խոսեք, ամենավերջի բառը ասել ես քո հարազատին, այն որ չի պիտի ասեիր, 5 րոպե հետո արի վերադարձի ասա, մի լսի ինչ եմ ասել, դու իմ համար թանկ ես, խոսել եմ էլի, բա այնտեղ մի դիր, կամ պատահում է, որ զույգերը իրար հետ վիճում են եւ հարցը գնում է խորը եւ վիրավորում է մեկը իր զույգի ծնողներին, մյուսը իր զույգին, մեկը իր զույգի թույլ կողմն է վերցնում, որը որ ինքը չգիտեր, բայց իմացել է, դիմացինը կիսվել է, իմացել է, այդ թույլ կողմն է խփում, ծնողներին է կպնում, շատ ծանր վիրավորանքներ եք իրար տալիս 6-ի ժամանակ, հրաշքներս ոչինչ, վիճում եք, էմոցիաներ են, հորմոններ են, լեզուն չունի ոսկոր, ինքը պտտվում է ամենտեղ, եւ պահի տակ անջատվում է ուղեղից եւ ինքը խոսում է ինքն իրան մի լսեք բառերը մի հիմնվեք կռվի ժամանակ իրար ասած բառերի եւ արտահայտությունների վրա
Մի հիմնվեք այն արտահայտության վրա, որ ասվում է այդ պահին։ Ես կգնամ, ես քո հետ չեմ ապրի, քո ծնողը, դու եւ իրար թույլ կողմեր եք նշում ամենավերջի ձևով, իրար վիրավորում եք։ Մի րոպե, կանգ առեք ու ինձ լսեք։ Դա ուղակի բառեր են։ Դա ուղակի արտահայտություններ են, որը պահիտակ լեզուն արտաբերում է, որը կպած չի ուղեղին այդ պահին։ Այդ պահին 5 րոպե, 10 րոպե անց սթափվեք, չէ որ դուք իրար սիրում եք, չէ որ դուք իրար ամուսիններ եք, թե ծնող ու երեխա եք, նշանակություն չունի։ 10 րոպե հետո, մի օր հետո, 10 օր հետո, թող լինի 10 ամիս հետո իրար զանգեք, թող լինի 10 տարի հետո իրար զանգեք ու ասեք, գիտես, բառեր որ ասել էի, չէ որ դու իմ համար թանկ ես, մոռացի, ես քեզ սիրում եմ։ Ներեք իրար, մի հիմնվեք բառերի վրա, հիմնվեք սիրո վրա, սերը գործողությունները, հիշեք այդ մարդը ինչա արեց ձեր համար, ինչերա պատրաստ եղե անելու, թե տղամարդը ոնց է ձեր հարցերը լուծե, ձեր հոգսերը թեթևացրե, ձեզ պաշտպանե ամեն առումով։ Կինը, հիշեք ինչա ձեր համար արե, կինը շնորհակալ է, կինը տեսնում է, կինը գնահատում է, կինը սիրում է, եւ այդ ամեն ինչն է հիմք, ոչ թե բառերը, հրաշքներս։